Գիրք Միքիա, գլուխ 5. Հիմա դու քեզ գունդ կազմիր, ով գնդի աղջիկ, պաշարումն է դրվել մեզ վրա, գավազանով պիտի հարվածեն Իսրայելի դատավորի ծնոտին, և դու ով Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի հազարավորների մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխան լինի Իսրայելին, և նրա ելքը վաղուց, հավիտենական օրերից է, դրա համար նրանց պիտի ձգե մինչև ծնանողի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը ետ պիտի դառնա Իսրայելի որդկանց մոտ, և նա պիտի կանգնե և հովվե Տիրոջ ուժովը, իր Տեր Աստծո անվան մեծափառությանքը, և նրանք պիտի բնակվեն, որովհետև հիմա պիտի մեծանա մինչև երկրի ծայրերը, և սա խաղաղություն պիտի լինի, ասորեստանցին, երբ որ մեր երկիրը մտնե, և երբ որ ման գա մեր պալատներումը, այն ժամանակ մենք կկանգնեցնենք նրա դեմ 7 հովիվ և 8 իշխան մարդ, և նրանք պիտի հովվեն Ասորեստանի երկիրը սրով և Նեբրովթի երկիրը իր դռներովը, և նա պիտի ազատե ասորեստանցիներիցը, երբ որ նրանք մեր երկիրը մտնեն և ման գան մեր սահմաններումը, և Հակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողին պես լինի, այն շաղին պես, որ գալիս է խոտի վրա, որ մարդի չէ սպասում և մարդի որդկանց չէ հուսում, և Հակոբի մնացորդը ազգերի մեջ պիտի լինի շատ ժողովուրդների մեջ, ինչպես առյուծն անտառի անասունների մեջ, ինչպես կորյունը ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնե ու կողտա և պատառե, ազատող չի լինի, թող ձեռքդ բարձրանա քո թշնամիների վրա, և քո բոլոր ոսողները բնաջինջ կլինեն, և պիտի լինի այն օրը, որ պիտի բնաջինջ անեմ քո ձիերը քո միջիցը, և պիտի կորցնեմ քո կառքերը, և պիտի բնաջինջ անեմ քո երկրի քաղաքները, և պիտի քանդեմ քո բերդերը, և պիտի բնաջինջ անեմ քո ձեռից կախարդությունները, և գուշակողներ պիտի չունենաս դու, և պիտի բնաջինջ անեմ քո դրոշալները, և քո արձանները քո միջիցը, և այլևս չես երկրպագի քո ձեռած գործերին, և պիտի կործանեմ քո աստարովները քո միջիցը, և պիտի փչացնեմ քո քաղաքները, և վրեժ պիտի կատարեմ բարկությամբ և սրտմտությամբ այն ազգերին, որոնք չեն լսում։